Բարերեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք մշակույթից։ Այսօրվա հյուրս երկիծաբան հումորիստ դերասան Արամ Մանուկյանն է։ Բարև ձեզ Արամ, նորից մեր տաղավարում ուրախ եմ ձեզ դիմավորել, նախ ինչպես եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, լավ եմ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Բարձր տրամադրությամբ եկել եմ։ Մեծ սիրով եմ հրավիրել, որովհետև կարծում եմ շատ կուտակված խոսելիքներ ունենք, որոնք կուտակվել են, իմանալով ձեր ակտիվ գործունեությունը սոցհարթակներում, թե ադրբեջանցի բլոգերի դեմ, թե առհասարակ այնինչ կատարում է այդ հարթակում, TikTok կոչված հարթակում, ինչպես են եւ այլն, հիմա մանրամասն ամեն ինչին կանադառնանք։ Նախ շնորհավորում եմ ձեզ երգի պրեմիերայի կապակցությամբ։ Շատ հրաշալի երգ է, ես լսել եմ եւ շատ հավանել եմ, կարծում եմ ինձ այդ կարծիքը կկիսեն մեր հեռուստադիտողները։ Ինչպես ստացվեց, որ որոշեցիք նաեւ երգել, Արամ։ Երգը իմ հոբին է։ Շատ երգիչներ, շատ երգահաններ, երաժիշտներ ասում են, որ իմ մոտ լավ ստացվում է։ Ինձ էլ է թվում, որ լավ ստացվում, բայց հանգիստ եք։ Երգիչ չեմ դառնա։ Հա, լավ է, էս իմ եղած ինձ երիք է։ Երգիչներ չվախենաք, կանգուրեն չի գալիս, հա։ Չէ, կանգուրեն չի գալիս, ունեցա ես մեր երգիչներին գրեթե բոլորին էլ հարգում եմ, իրենց գործը սիրում եմ։ Թե որպես արվեստագետ, թե որպես հայ, այդ կողքնյան իմանալով, ահա, նախազգուշացնում եմ չեմ գալիս։ Գործ ունեմ։ Արամ, ով է երգի հեղինակը։ Երգի հեղինակը Արման Անտոնյանն է, երաժշտությունը գրել է Էրնեստ Հովհաննիսյանը։ Ահա, կատարում եք դուք։ Կատարում է Արամ Մանուկյանը։ Արձագանքները դեպ ինչպիսին են։ Շատ ջեր, մի հատիկ բացասական մեկնաբանություն, 350 ներկապահին մեկնաբանություն կա, մի հատիկ վատ մեկնաբանություն չկա։ Ես ուրախ եմ եւ զարմացած անկեղծ ասեմ ձեզ, որովհետեւ մեր ազգը կարծես վատ մեկնաբանության մրցավազքի է դուրս եկել։ Մենք առաջի տեղն ենք աշխարհում։ Այո, եթե իսկապես մենք անցկացնենք հարցում, ապա որպես փոքրականակ ազգ մենք իսկապես առաջին դիրքերում կլինենք։ Փոքրականակը ուզում է չինացիների մեջ լինի։ Միևնույնն է մենք կհաղթենք։ Վարամ Սահակյանը լավ խոսք ունի, չեմ հիշում, որ երկրի քաղաքացու մասով։ Օրինակի համար խոսքի չի կարա դանիացին ասի թաղեմ քեզ, չէ՞։ Հա։ Ճիշտ տեղի խոսք է ու չեմ պատկերացնում, որ այլ ազգերում կլինեն, որ կմտնեն իրանց ազգի զավակներին կանիծեն կամ կհայոյեն։ Գիտեք ինչ հիշեցի, մի անգամ բան էի գրել, գրառում էի կատարել, գրել էի 5000 զոհերի մասին, պատերազմի ժամանակ, գրեցին 5000 չի, 4000-ը, այն 1000-ն է քո տնից լինի, ինձ գրեցին, գրողը կին էր, ինչ եմ ասում, որ դա դրանից ավել էլ մեկնաբանության մասին լավ բաներից խոսում կլինես։ Չի ստացվում, Արամ, չի ստացվում, որովհետև բոլորին վերջերս դուք ինքներդ ընկաք մի պատմության մեջ եւ նույնիսկ վերադասի դիմեցիք, շեշտեցիք, որ 7 ամիս առաջ եկել եմ, խոսել ենք, պայմանավորվել ենք, մինչեւ հիմա զանգում եմ, չեք պատասխանում։ Սկսենք սկզբից, ինչի մասին էր խոսքը, որովհետեւ մենք տիրապետում ենք ինֆորմացիային, բայց կան մարդիկ, ովքեր չգիտեն ինչի մասին է խոսքը։ Տեսեք, 2 տարի առաջ ես երբ որ տեսնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը TikTok-յան էջ է բացել, վիդեո եմ նկարում ուղղված վարչապետին, որ պարոն Փաշինյան, եթե արդեն գտնվում եք TikTok հարթակում նաև, տեսած կլինեք ինչա կատարվում, ինչ անարխիա, իրար գերեզման են հայոյում, երեխա են պղծում եւ այլն։ Խնդրում դրա լուծումները գտնել եւ դիմացա առնել։ Ինձ պատասխանեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Վահագն Ալեքսանյանը։ Այդտեղից մեր կոնտակտը ստեղծվեց։ Ահա։ Հետո ես ներկայացրեցի, հանդիպեցինք մի տարուկես առաջ, 2 տարի երևի, հա։ Հանդիպեցինք, քննարկեցինք, որ այո, կարելի է ու մի քանի բան հուշեցի, որ ոնց կարելի է։ Դրանից անցավ մի քանի ամիս, հետո նորից ես փորձեցի կապ հաստատեմ, մի կերպ էլի ստացվեց, գնացի ազգային ժողով, խոսեցինք, արդեն պայմանավորվեցինք, որ պետք է արդեն գործի այդ ամեն ինչը։ Ու դրանից հետո զանգարել եմ, չի պատասխանել, բան չունեմ ասելու ունեցա։ Ես էլ եմ շատ զբաղված։ Հասկանալի է։
Բայց երբ խոսքը գնում է ազգային անվտանգության մասին, իսկ այստեղ արդեն խոսքը գնում է ազգային Տեսեք անվտանգության ասեմ, մասին։ հիմա ես քանի որ ես քաղաքականությունից Չէ, քաղաքականության մասին չի խոսքը։ քանի որ քաղաքական բոլոր այդ ամեն ինչն էլ լավ, շատ լավ հասկանում եմ, պետք է ասեմ, գնացեք դիմեք համապատասխան բաժին, գնացեք ոստիկանություն դիմեք, գնացեք ազգային անվտանգություն դիմեք։ Ես չէ, բայց դիմողներ շատ են եղել Ու ինչ պատասխան։ ու ոչ մի բան։ Այո, այդ օրենքը բաց է, որովհետև պատճառաբանում են, որ այն ինչ կատարվում է ինտերնետի ներսում եւ ընդ որում fake էջերով փոքրիկ փոփոխություն կա, բայց էդի դիմելու հետ կապ չունի։ Պարզապես այնքան շատ է եղել ալիքը, այդ հոսքը, բողոքը, որ ոնց որ ասած մտածել են, բայց ոչ քաղաքական գործիչները, լսի, ինչի համար եմ շեշտում, որ մարդիկ չմտածեն, որ տեսա դիմեցի եղավ։ Ես ուրախ կլինեմ, որ այդ հարցը լուծվի, ես ինքս շարքային քաղաքացի լինելով կարողանում եմ այդ կեղտերին գտնել։ Համակարգը ոնց չի կարա գտնի, պատժի։ Բոլորովին վերջերս դուք շատ պարզ տեքստով ասացիք, ինչ եք ուզում ինձանից սարքեք։ Գնամ ինքնադատաստան տեսնեմ, եթե դիմում եմ օրինապա մարմիններին, եթե ահազանգում եմ արկա խնդրի մասին, որը լուծում չի ստանում, ստիպում եք, որ ես ինքս հարցը լուծեմ։ Եթե ես գտել եմ, ապա դուք էլ կարող եք գտնել, այո։ Տեսեք, սենց է դառնում, եթե ես գտել եմ, ես պետք է հաշվի հարդար տեսնեմ, ես պետք է իրան սպանեմ կամ ծեծեմ, գնամ դատվեմ, իմ ընտանիքը քանդվի, բռնեն էլ ասել, տեսեք, հանցագործությունը Հայաստանում բացահայտվեց, մենք այս մակարդակի վրա ենք, չէ՞։ Հանցագործին բռնել ենք։ Ահա, ու միջոցով։ Ես պետք է դառնամ հանցագործ, որ ինձ բռնեն, հանցագործը մի քայլ այն կողմը, հանցագործին գտեք, որ ես չդառնամ հանցագործ, իմ տունն էլ մնա անտեր։ Այո, շատ ճիշտ է։ Ես իմ օրինակով եմ բերում, որ բոլորը հասկանան։ Որովհետև կա սահման, երբ արդեն վիրավորանքը հասնում է ընտանիքին, սրբությանը, որովհետև այդ արժեքները զրոյացվել են։ Այդ արժեքները զրոյացվել են։ Երբ զրոյացվեց, արա։ Ես ինձ ինչ հիշում եմ զրոյացվում։ 37 տարի է զրոյացվում։ Մեկի վրա ու մի քանիսի վրա չեմ ուզում շեշտվենք, բոլորը ունեն իրենց։ Իսկ ես կարծում եմ, արժեքները զրոյացավ, երբ եղավ անպատժելիություն։ Երբ ամեն մեկը իր ասացի համար պատասխանատվություն չի կրում։ Երբ ամեն մեկը իր քայլերի համար պատասխան չի տալիս եւ թեկուզ չի պատժվում։ Բայց մի հատ ուրիշ բան էլ ասեմ, այն ժամանակ էլ նախկինների ժամանակ էլ։ Այստեղ նախկինները Չէ, ինչի գիտեք թե մեծով ասում, որ ժողովուրդը ձև ասում, այդով ուզում աներկայացնում, որ իրենց ավելի մաչելի լինի։ Նախկինների ժամանակ անպատժելիություն չկար, բայց չկար վերնախավի վախի մթնոլորտում չկար։ Հետո այս սոցհարթակներն էլ ավելի շատ եղան, ավելի շատ հասանելի դարձան, ամեն որակի մարդու չէին կարող դրսում ինքնահաստատվեին, արդեն սկսեցին տանից անել ու սկսեցին թերագնահատել իշխանությանը ու եկավ հասավ սրան։ Արամ ջան, բացարձակ ես չեմ խոսում իշխանության մասին։ Ես խոսում եմ մարդկային արժեքների եւ ինքնության մասին, որը խեղաթյուրվել է։ Ինչ որ մեկը կարող է նստել իր տանը, վիրավորել մյուսի աղջիկ երեխային։ Ինչ որ մեկը կարող է հիմա տեխնոլոգիան թույլ է տալիս, թե արհեստական բանականությունը, թե ամենապրիմիտիվ բանը, քո նկարով էջ բացեն եւ դիալոգ սկսեն ինքդ քեզ հետ եւ դա հրապարակեն մի խայտարակ տեքստով եւ դու քեզ ճանաչող, չգիտեմ, մի որոշ հատված դա չհավատա, չճանաչող ինչ որ հատված դա հավատա եւ դա ազդի քո մաքուր ապրած կյանքի վրա։ Համաձայն եք թե չէ։ Համաձայն եմ, բայց շատ բայցեր կա, Այս դաշտում բացը շատ է, որը պետք է լրացնի օրինապա մարմինը, որովհետև եթե պետությունը տես չի կանգնում։ Զարմանակ, որ ես ասեմ, այդ fake էջերի հետևում օրինապա մարմիններն են կանգնած, շատ պիղծ էջերի հետևում։ Հա, կզարմանա։ Իմ համար արդեն զարմանալու չի։ Ես այտենց թվով մի 4-5 TikTok հարթակի ամենապիղծ մարդկանց գտել եմ։ Ու կան, որ համակարգի աշխատողներ են։
Ինչ է կա, չեմ Հիմա տեղով աներ մեղավոր, նախկինը, ներկան թե ապագա, ոչ մեկ, չէ։ Տեսակով։ Չէ, Ինչ ունեցած հեծանիվով։ Հիմա տեսեք, ես գնամ էլի եմ ասում դրան սպանեմ։ Չէ, իհարկե։ Չէ, օրինակ եմ ասում, ասելու են սպային, հայ սպային, այս սուտի հայրենասերը գնաց հայ սպային սպանեց։ Բա հիմա ո՞նց է լինելու այդ հարցը, ո՞նց է լուծվելու։ Կամ այս երկրում հիմա սենց է դարել, կամ պետք է լինես գիժ, որ դիմանաս։ հա, իրանց հետ այդտենց ապրես մի ձևի էլի, գժավատ անես ապրես։ Կամ պետք է լինես հանցագործ։ Եթե նորմալ մարդ ես, սենց տենես չես ձգելու։ Մի օր պետք է գժվես, կամ դառնաս մարդասպան։ Այ քեզ բան։ It's my life։ Լրիվ։ Արամ, ես գիտեմ, որ նաև ձեր նյութերի մեջ հայերը մտնում են եւ իրենց հավանությունն են տալիս Ադրբեջանի կողմին։ Իհարկե։ Դուք մի անգամ իմ եթերում նույնիսկ այդ մասին խոսեցիք, որը ես էլի այս տեսակի շոկ ապրեցի։ Երթվում եմ, ավելի շատ հայերն են վատ բան գրում, քան ադրբեջանցիները։ 10 ադրբեջանցուց մի հատը կարա վատ բան գրի, այն մյուսները խնդան։ Մեր մոտ հակառակը կարա լինի։ Լավ, ինչի։ Բոլորովին վերջերս այդ հարթակում ես տեսա, թե կանայք են ինչպես կանայք են իրար հետ վիճում։ Երկու կին։ Դե եթե տղամարդիկ իրենց տեղում չեն, կանայք կարան այդպես բաներ թույլ տան։ Ես կանանց չեմ մեղադրում։ Եթե տղամարդը տղամարդուն մեռել է քրվում, երեխա է քրվում, ու չեն պատժվում, այդ աղջիկներն է տեսնում են, այդ վատը դե հեշտ է չէ սովորելը։ Այն չհաստատված, չինքնահաստատված աղջիկներն են, այն վատ վարք ունեցող, վատ կյանք ունեցող աղջիկներն շուտ սկսում են շեղվել։ Իրանք էլ են սկսում դրա միջոցով ինչ-որ հեղինակություն ձեռք բերել։ Սենց ասեմ, շատ կարճ ժամանակում, շատ կարճ ճանապարհով։ Շատ կարճ ժամանակում, բայց դա եւս շատ կարճ կյանք է ունենում, չէ՞։ Դե իհարկե, բայց ներկա պահին շատ երկար է տևում, է։ Որովհետեւ կրկնում եմ անպարժելությունն է։ Եթե երկու կին, հայ կին իրար կարող են նման կերպ հայոյել, նման կերպ չարախոսել, ես մեկը մյուսի հետ հաշվեհարդար տեսնել, ու դա մնա անպատիժ։ Տեսեք, մենք 10 միլիոն ենք, եթե 10 միլիոնս էլ ասում ենք վատ բան է, չէ՞։ Մենք պրոստը ասում ենք, որ դա վատ բան է։ Դրա դեմ չենք պայքարի։ Այդ 10 միլիոնը, եթե պայքարի, այդ անպարժելությունը հենց ինքը սպանի, էլ ինչ իրավապահ։ Ոնց սպանի, Արամ ջան, առաջարկի։ Այդ ցավը հենց այտենց, ինձ ասում ես շատ վատ բան է, մեկ է տենում եմ ձերքը թերթում նայում ես։ Դա չեղա, որ մենք սուտ ենք խոսում։ Մենք իրար ենք խափում, մենք մեզ ենք խափում։ Բայց մենք ուրիշից սպասում ենք։ Էս եղավ այն պատմությունն էլի, որ ասում եմ, ռուսը մեզի քաշեց։ Ռուսը, անգլիացին, ֆրանսիացին, սաղ քաշի, բայց մենք սս պարկած ենք, նստած ենք, սաղ քաշել են։ Սաղ քաշելն է, որ մեզի չեն եկես աթոռով պահեն, թակավորի նման ֆրծել են այդ ընթացքում մեր ոչ մի բան չանելու համար։ Եթե մենք ինքնակննադատել ենք, մենք մեզանից սկսենք, չենք ունենալու այս խնդիրը, բայց մենք ամեն մեկս մի լեգենդ ենք։ Մենք ամեն մեկս մի ազնվական ենք։ Մենք առաջի քրիստոնյան ենք, ասեցինք ու մնացինք դրա տակ։ Այդ մի բառներ մնացես, այդ մի բառներ չի լինի։ Շատ վատ վիճակում են գտնվում։ Այս մեր երկիրն էլ է դարձել TikTok։ Եվ դա ասում է ժպիտով, գիտեք։ Հա, որտեվ լավ բաներ եմ տեսնում, լինելու է լավ բաներ։ Ես զգում եմ էլի, համաստեղությամբ զուգ եմ։ Արամ, ես կցանկանայի խոսենք նաև ձեր օնլայն պատերազմի մասին, ադրբեջանցի այդ բլոգերի հետ, ուր ենք հասել։ Հասել ենք այնտեղ, որ ինքից տենում փախնում, հա։ Բառիս ամենաուղիղ իմաստով ու դա մի անգամ չէ, մի 7 անգամ։ Ինքը ինչի համար է խուսափում, դա ես գիտեմ, ինքը խուսափում է, որ իր ազգը չիմանա իմ մասին, որպեսզի չիմանա ճշմարտությունը, որպեսզի չիմանա իր արածի դիմաց, մի հիմարի արածի դիմաց, ես ինչ եմ անում։ Հա։ Որպեսզի իր ռուսալեզու հետևորդները չիմանան։ Հա։ Դրա համար ինքը իմ մասին չի խոսում։ Չի խոսում։ Այսինքն ինքը դադար է տվել, ինքը հանձնվեց, պարտվեց։ Չէ, չեմ ասի հանձնվել է, ես ուչել կասեմ պարտվել է։ Հա։
ընթացքի մեջ է, իմ հաղթանակը, այսպես ճակատա, որ ասած իմ հաղթանակը այն ժամանակը լինի, ինչը որ իր ճակատին ես ասել եմ, ինքը պետքա իմ ազգից հանրորեն ներողություն խնդրի։ Հա։ Այո։ Ինչ եք էս պայքարում դուք մենակ։ Չեմ կարծում մենակ եմ։ Այսքան սթրիմերներ կան։ Չէ։ Հա, մենակ չեք։ Չէ։ Ինձանից առաջ էլ, ընթացիկ էլ, հետո էլ լինելու են կան կլինեն մարդիկ, ովքեր պայքարում ուղղակի ոնց ասեմ, իմը մի քիչ հիմա ոնց որ ավելի շատ դիտում ունի, ավելի շատ արձագանք ունի, կան մարդիկ, որ ոնց ասեմ, ավելի հետաքրքիր, ավելի լուրջ են մոտենում, բայց ոչ սոցհարթակներում, անգամ եթե սոցհարթակներում են մի քիչ ուղղվածություն իրանց այլ է։ Ուղղակի շատերը չգիտեն, մեծ շատերը շփվում են, փոխանակվում ենք շատ մտքերով։ Արամ, բոլորովին վերջերս ես տեսա, որ արդեն աղջիկ երեխաները, անչափահաս երեխաները հեռախոսով, ֆոտոշոփով, թե ինչ ծրագրով իրենց դեմքը քշում են, մեյքափ են անում եւ այլն, նկարները տեղադրում են համացանց։ Խոսենք հանդիպել լուրջ։ Ես հանդիպել եմ, որը նույնպես արձագանք է ստացել, որ երեխային ամեն դեպքում ծնողը 6 տարեկան աղջիկ երեխան իրավունք չունի ֆոտոշոփով պամադա դնի եւ այլն, ու այդ նկարը դնի համացանցում։ Ձեր մեկնաբանությունը ինչպիսին է, որպես հայ տղամարդ, ով երեխա է մեծացնում։ Շատ վատ է, հիմա ոնց ասեմ, ես այն իդեալական հայրը չեմ, իդեալական տղամարդը չեմ, որ իմ երեխեքը չեն անում, ես դրանով չեմ բանանում, բայց չեմ է բացառում, որ բայց գցում են համացանց երեխաները։ Այս ժամանակներում չեմ ունենա նման խնդիրների հետ չեմ բախվի։ Բայց էդ էլ է պատերազմ, մտեղ եմ կռվում, մտեղ եմ պայքարում։ Որ իմ երեխեքը հնարավորինս հեռում են, որ ես պայքարում եմ TikTok-ը ասում եմ ջնջեք երեխեք ջան, որ ինձ ստենում եմ ճանաչում է 10 տարեկան երեխան ձեռքից վերցնում ադպիսկա եմ ինձ բլոկ եմ անում, մարդիկ ասում են էսի գիժա ինչ է անում, ինչի համար եմ անում, ես մենակ իմ երեխան չի որ ապահով է, նոր ես ապահով եմ, իմ երեխու դասարանից մեկը կարա լինի, դպրոցից, շրջապատից, չգիտեմ, բարի տեղից, ֆուտբոլի տեղից, մեկը լինի, որ արդեն վատ ճանապարհով գնալուց լինի, ու տենց այն խնձորի պրինցիպով ворդնելը կպելը մեր երեխուն, մեր երեխան էլ է ու տարածվելը։ Իհարկե, դրա համար կոչս միշտ այն է եղել, որ երեխեքին բոլորը հեռու պահեք, բայց ոչ մեկի վեճնը չի։ Իմ կոչն էլ է դա եւ ես չեմ դադարում եւս մեկ անգամ առիթ անառիթ կրկնել, որ հարթակներից այդ սոցիալական հարթակներից հատկապես TikTok-ից ձեր երեխաներին հեռու պահեք։ Այդ անգրագիտությունից ասեմ խի, որ տեսնում են բլոգեր կոչվածը, ինֆլուենսեր կոչվածը, ինչ որ փողեր ունի, ինչ որ չգիտեմ լուրջ հաջողություններ ա գրանցել ֆինանսական, սկսում են իրենց երեխեքին արդեն տալ այդ ուղղությամբ։ Այսինքն տալ այդ ուղղությամբ բլոգերի դպրոցը բացվել։ Հենց ուղիղ եմ ասում։ Ես դա մի քիչ ասենց ժողովրդական լեզվով ասեցի, բայց շատ ուղիղ։ Բալիկ ջան, գնա դու էլ դարձի բլոգեր։ Հա, ոնց, Արամը կարա, Պողոսը կարա, Պետրոսը կարա, իմ երեխուն նայ, աթորին կանգնեցնում են մի հատ։ Կամ մի հատ աղջկա շոր հակի տղա ջան։ Հա, վայ, էդի լավ էլի։ Էդի չասի։ Աղջկա շոր, չեն ասում աղջկա շոր հակի։ Ասում են այդ աղջկա շորը հանի, տղու շոր հակի։ Մեկ է տղու շոր հակի։ Ինքնության հարց է։ Մենք արդեն ինքնության հարցի առաջին կանգնած։ Եվ սա որպես ճանաչված բլոգեր եմ ասում ձեզ, որպես դերասան, հումորիստ, ես որպես լրագրող, որպես ՀՀ քաղաքացի մայր եւ հասարակական գործիչ, մեկ ուրիշը որպես խոհարար, մենք պետք է այս ամեն ինչը կանխենք։ Մենք պետք է կանխենք։ Բայց ես ասում մենք ոնց ասեմ, դիմացինին լսելու ոչ ցանկություն ունենք, ոչ ժամանակ ունենք։ Հիմա իմ խոսքը Ինչի՞ չեն լսում արա, որովհետև այստեղ արդեն կպնում են կրկին իրենց գրպանին։ Համ գրպանը, համ անգրագիտությունն։ Ահա։ Հիմա այդ անգրագետերը ծնողից դուք պատկերացնում եք, լինի գրագետ երեխա։ Ոչ։ 10-ից մեկը 100-ից 1։ 100-ից մեկն է չի, 1000-ից մեկը կարա լինի։ Համաձայն եմ, բայց մենք է փոճոր ազգ ենք։ Իհարկե։ Հո չենք փորձելու քանի հոգյա լինելու։ Եվ ժամանակ էլ չունենք փորձելու, որովհետև եթե այս տեմպերով շարունակվի, ես չգիտեմ վաղը մենք ինչի առաջ կկանգնենք։ Այն ինչ որ կատարում է համացանցում,
իրականում սարսափելի է արամ։ Սարսափելի է այդ կեղծ ինֆորմացիայի արտահոսքը, սարսափելի է անպատժելիությունը, ով հասցեին ինչ ցանկանա հայտարարի եւ դրա փոխարեն պատասխանատվություն չկրի։ Եթե փորձում ես պատասխանատվության ենթարկել, ասում են կներեք արտահայտությանս համար գործ տվող։ Ահա։ Այսինքն չես հասկանում ինչ անես նմաններին։ Ես առաջարկել եմ, ասել եմ, եկեք սենց անենք։ Ոչ մեկի պետք չի դատել։ Ոչ մեկի պետք չի ծեծել, սպանել։ Պարզապես մի քանիսին պատժեք, ֆինջեբին կկպնեք ներողություն։ Մի քանիսին պատժեք, գրպանին կկպնեք, չգիտեմ ինչի կկպնեք, այս կպեք։ Որպեսզի մի քիչ հանդարտվեն, ցույց տվեք։ Այն 0.2 սովոր կուբիկներով ցույց էին տալիս։ Առանց կուբիկների։ Առանց կուբիկին ցույց տվեք, որ ինքը իր հարազատները, իր տան անդամները տենան ամաչեն ու հասկանան իրանց բացը որտեղ ա եղել։ Իրանք թքեն մրեն դրան, կոպիտ ասած։ Ինքն էլ թքի մրի, որ իրան ժամանակին տիրություն չեն արել։ Ամեն մեկը զբաղվի էլի, մի քիչ ինքը իր երեխով, իր ընտանիքով, հա։ Իր կնոջով, որ ամուսինը չնստի սենյակում կինը սթրիմանի, հա, սթրիմ է։ Հա, մոդերա մարդը։ Կնոջը նվեր են գցում, կինը ուրիշ բան է գցում, նվեր գցողին, մարդն է տակից մոդերություն անում։ Դե բա շատ հիասքանչ։ Արամ խոսենք լավ բաներից էլի։ Ինչ սպասի հանդիսատեսը ձեզանից մոտ շրջանում ներկայացումներ։ Հունվարի 29-ին ունեմ բարեգործական մեկ ներկայացում, որոշել եմ այդ ամբողջ ներկայացման գումարը փոխանցեմ Արտյոմ Սաղդարյանի բուժման համար 12 տարեկան մեր Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր հայրենակցին։ Ինչ հիվանդություն է Արամ ջան։ Հիվանդության կոնկրետ անունը չեմ հիշում, արյան մեջ այդ սպիտակ ուցների հետ կապված։ Հասկանալի է։ Մի խոսքով ես այդ ամսի 20-ի ներկայացման գումարը փոխանցել եմ Արտյոմին, խնդրեմ ովքեր կարող են թող գալ, ներկա գտնվել, համ լավ երեկո կունենանք, լավ կծիծաղենք, համ եք իմանանք այդ ձեր վճարած գումարով փորձել եք կյանք փրկել։ Իսկ փետրվարի վերջ մարտի սկիզբ կունենանք նոր ներկայացում։ Ահա։ Բայց շատ ուժեղ ու շատ հետաքրքիր ներկայացում, անունն էլ լինելու է 4-րդ իշխանություն։ Լավ։ Այս շատ ինտրիգայիներ են, չէ՞։ Դուք ասացիք մարտին փետրվարի վերջ մարտի սկիզբ։ Լավ, հետևողական կլինենք։ Արամ, շնորհակալ եմ, որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Գիտեմ, որ շատ զբաղված եք եւ ամեն դեպքում չմերժեցիք ինձ, որը ինձ շատ շոյեց։ Հուսամ հաջորդ անգամ որ հանդիպենք, ավելի շատ կխոսենք, որ հաղթահարել ենք այս ճանապարհները։ Տեսեք, մենք հիմա հումորով ենք մոտենում, մենք հիմա մոտենում ենք ոչ այն խորությամբ, բայց հավատացնում եմ ձեզ, ես այլևս տանել չեմ կարողանում այդ հարթակը։ Ես հետևում եմ, որովհետև դա իմ աշխատանքն է։ Դա իմ աշխատանքն է։ Այո։ Սթրիմերների աշխատանքն է դա։ Ամուսնու աշխատանքն է բանը մոդերություն անելու։ Ինչևէ, կհանդիպենք հաջորդ շաբաթ խոստանում եմ։